Պարոն Գրիգորյան, ինչ անհրաժեշտություն կա վեհապարին փոխելու համար, որովհետև Փաշինյանը ամենօրյա ռեժիմով հայտարարություններ է անում նրա դեմ, լուրջ մեղադրանքներ է ներկայացնում եւ հիմա էլ կոչ է արել հանրությանը հավատավոր ժողովրդին դուրս գալ եւ պահանջել նրա հրաժարականը։ Ես ինքս առաքելական եկեղեցու հետևորդ եմ, մասնակցում եմ պատարակներին, բայց այս հայտարարությունը ես նախ չգիտեի, որ փաստորեն կաթողիկոսներն երեխեք ունեն, չգիտեմ ինչ-որ մեկը քեռակնոջ հետ ինչ-որ բան անում, այն մյուսը սեկայ ապացուցված է, փաստեր կան, թե ուղղակի խոսակցությունների Փաշինյանի հայտարարությունների մակարդակով է։ Կներեք, եթե դրան իրենք հերքեին, փաստացի գոնե մի հատ երկում լիներ կամ այդ մասով կարային տային դատարան եւ ըստ էության դատարանը որոշեր եւ եթե ինչ-որ բան սխալ էր եղել, ես էլ բոլորին կօրդորեի, ովքեր ինչ-որ բան ավել պակաս են ասել, ես ինքս նաեւ ներողություն կխնդրեի, բայց ես քանի գնում համոզվում եմ դրա մեջ եւ քանի որ չկա երկում եւ նաեւ այնտեղ մի, չեմ հիշում են քահանան ով էր, ասում է բանը, ոնց կարելի է մարդը մի ամիս բան պահի, սենց չգիտեմ ով էր, հայ եթե իրան կարելի է սրբազան ասել, որովհետև ըստ էության պասը մեծ պահք 49 օր է եւ եթե ինքը ասում է մարդ մի ամիս չի կարա իրեն զրկի ամեն ինչից ինքը նույնիսկ ասինքն դուք գալիս որ պահ դե հիմա ամեն մեկն ասում են ինչ որ մտածում է ես ասում եմ ինչ որ մտածում եմ այնպես չի որ ասածս ինչա որ էլ ինչ ասած լսեցինք էլ մինչև սեկա խաղալել ասում են կանաներից ոմանք ես տեսել եմ բան սարկավակ մի 3 տարի առաջ շատ հոգևորական մարդ էր իմ անչափահաս երեխեքին ընդհանուր մինչև աղոթք էր սովորացել նորատ ուսում էի հետո ինքը քանի որ լավ գումար չէր հավաքագրում ըստ էության ինքը թաղումներից փող չէր վերցնում հարսանիքներից փող չէր վերցնում ասում էր ով ինչ կամենա կամ կտակ կամ չէ իրան հանեցի ու ըստ էության հիմա ամեն ինչ գումարով է գումարի չափով նույնիսկ Հիմա դուք կարծում եք, որ պետք է գնալ եւ այսպես ուժով վեհապարին հեռացնել այնտեղից եւ դուք ունեք ձեր տեխնացուն, որ ուզում եք նշանակեք, ինչ խնդիր եք այս կերպլուծում։ Ես բացառապես չունեմ տեխնացու եւ չեմ պատրաստվում խառնվել, ես չեմ պատրաստվում խառնվել որևիցե որևիցե բանի, որ այս ինչը դառնա մեր կաթողիկոսը, այն մարդը դառնա ամեն հոգևորականը չէ, բայց ինչ վերաբերվում այդ բարեվարկության մասին, այո, պետքա իմ կարծիքով հստակ ինֆորմացիա լինի, որ այդ մարդը բարեպաշտ է, այդ մարդը իրական։ Ես չգիտեմ, այդ կառույցն ինչ որ կառույցներ կլինեն կամ չգիտեմ, ոնց ինչ որ ձև պետքա։ Կլինի, որ պետք է ստուգեն կուսակրոնության ուխտը խախտել է, թե ոչ։ Այո, եւ ոչ միայն կուսակրոնության, եթե ինքը կուսակրոնության ուխտը խախտել է, ինչ է կարծում, ինչքան ուխտեր խախտած կլինի։ Իսկ տեսեք, մենք բազմամեղներս, մենք բոլորս կարանք լիքը օրինակ սխալներ թույլ տանք, չգիտեմ, օրենքով սահմանված 90 արագության տեղն օրինակ գնանք 95 գազադրամ տուգանվենք, բայց մենք բազմամեղ ենք, մենք այսինքն մենք չենք դրել եւ մենք աշխարհի կյանքով ենք ապրում, մենք հոգեվոր կյանքով չենք ապրում ըստ էության, բայց ես ինքս հետևորդ եմ հայ առաքելական եկեղեցու ու ասենք մենք կարանք այդ, բայց իրանք չէ։ Հիմա ոնց որ նույնն է պետական պաշտոնյան կաշառք իմ համար լրիվ նույն արդյունության վրա է, ինչ ուխտը խախտել են թույլ ուխտերի մասին է խոսքը, ինչ թույլ ուխտերը խախտել է, այդ նույնն է պետական պաշտոնյան կաշառք վերցնի։ Իսկ այդ ուխտը խախտելը նույնն է, ինչ պետական դավաճանությունը գոնե իմ համար։ Կարծեմ միայն իշխանությանն է հետաքրքրում առասարակ ժողովուրդը եւ վերջին օրերին արձագանքից պարզ է, որ ժողովուրդն ասում է ում մեղքն է ավելի մեծ, ով որ Արցախը այնպես արել որ Արցախը կորցնենք, պատերազմի պատճառ է դարձել կամ պարտության պատճառ է դարձել եւ հիմա կաթողիկոսի հարցերն են ուզում լուծել։ Այսինքն այս ձեր թիմի հետ կապված ավելի լուրջ մեղադրանքներ կան եւ եթե հրաժարականի պահանջ է ներկայացում, ապա Փաշինյանի հրաժարականը պետք է լինի։ Կներեք, իսկ ժողովուրդը իշխանություն ասածն ինչ է, իշխանություն ասածն է նույն ժողովուրդն է,
նույն ժողովուրդն է մեզ պատվիրակել եւ մի տարի հետո մենք նորից գնալու ենք այդ ժողովրդի դատին։ Եթե մենք ինչ-որ բան սխալ ենք արել, ժողովուրդը կարա մեզ հանգիստ, մենք այն ժամանակվա նման չենք, էլի զորով, պետական ռեսուրսների կիրառմամբ եւ այլն, մենք բաց գնալու ենք ժողովրդի դատին ու ժողովուրդն է որոշելու։ Իսկ ինչ վերաբերում ասում արձագանք, ես չգիտեմ դուք օրինակ քանի մարդ եք հանդիպել ըստ էության, ես շատ մարդ եմ հանդիպել ու մեղադրանք որպես այդպեսին չեմ լսել, ասում են այո, նամանավանդ հավատացյալների շրջանակներում խնդիր կա, ասում են ոնց մինչև ես պահում ենք չգիտեինք այդ մասին, բայց պետք է այդ մարդկանց ասել, չէ, ինչ մասն է խոսքը։ Հիմա հայրենիք, որ կորցրել ենք, դա է մեծ խնդիր մեզ համար, մեծ անհանգստություն ժողովրդի համար, թե այն, թե հոգևորականը կուսակրոնության ուխտը խախտում է, թե ոչ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում ինչ կա, որը ըստ էության օրենքից դուրս է, կլինի եկեղեցական, մարդկային թե պետական օրենքներից, այդ ամեն ինչը պետք է կարգավորվի։ Եկեղեցին ըստ էության պետք է վերադարձվի ժողովրդին։ Ինչպես եք վերադարձնում, ինչ եք անում։ Այսինքն Փաշինյանը ձեր թիմը սահմանադրության հոդվածը խախտում է 17-րդ եւ 18-րդ եւ որոշում է միջամտել եկեղեցու գործերի։ Մենք երբեք չենք միջամտում եկեղեցու գործերին, դե բերեք բան անենք, թող իրանք բան անեն, ինչա, գնան սեկա խաղան, ինչ ուզեն անեն, էլ էս ինչ այլանդակություն ասես անեն, հետո գան ասեն մենք այ սահմանադրությունում նշված է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է պատվիրակում, ժողովուրդն է։ Կանոնակարգ ունեն այդ հարցերը իրենց մեջ լուծվում է ներքին կանոնակարգ ունեն, որ ինչքան ներքին կանոնակարգ ունեն, որ 30,000-ով թաղում անեն, 25,000 դրամով, չգիտեմ ինչ անեն, 50,000-ով կնունք անեն կամ հարուստ մարդկաց գտնեն, ասեն եկեք ձեր տունը օժնենք, որ մեզ, բայց գիտեք չէ, գինը 80,000 է, դա իրանց կանոնակարգը։ Այդ խայտարակություն է, այդ կանոնակարգ չէ, ես ոչ բոլորի մասին եմ ասում, այնտեղ կան իրական հավատավոր մարդիկ, քահանաներ, սրբազաններ, չգիտեմ, սարկավակներ, կան իրականում կան, ես շփվում եմ մարդկանց հետ, ես նաև իրանց հետ եմ շփվում, կան հավատավոր մարդիկ, հիմա իրանք էլ խնդրի մեջ են։ Հիմա չգիտեմ, նայեք, եթե մեծ թվով սպասավորներ ունի եւ ինչպես ամեն կառույց կարող է խնդիրներ ունենալ եւ ամբողջ աշխարհում է դա այդպես, բայց որևէ երկրի ղեկավար չի բարձրացնում այդ հարցը եւ դարձնում եկեղեցին այդպես քննադատման, չգիտեմ, խայտարակ է եկեղեցին։ Այսինքն եթե այս խնդիրները գիտեր Փաշինյանը կարող է այլ կերպ լուծել, իսկ երբ որ ինքը Facebook-յան էջում է հայտարարում եւ մեղադրանքներ է հնչեցնում, նշանակում է որ այլ խնդիր կա։ Չէ, եթե եկեղեցի նույնացնում եք անձի հետ, ով մի սոյուն ունի, այդ արդեն սկսած այդ բայից լուրջ չի։ Այդ բայից սկսած լուրջ չի։ Էլի եթե ինքը վեհապար է ու ինքը իրավունք չուներ դառնալ վեհապար դարձելա, մենք պետքա լռենք ու մենք չէ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է լռեն, որովհետև այ ինքը գիտեք, սահմանադրությամբ այնտեղ նշված է, որ եթե մենք սահմանադրությունը չենք խախտում, մենք ուզում ենք քրիստոնեություն մեր եկեղեցին վերադառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որտեղ քաղաքացին մուտք գործելուց պետքա չվճարի, պետք է այնտեղ առուծախ չդարձնեն, առուծախի առարկա չդարձնեն, ինչը որ ըստ էության դարձնում են, ինչը որ հեն ժամանակ երբ Բարձրյալ Հիսուս Քրիստոսը մտավ եկեղեցի, հիշում եք այդ առևտրականների հետ Հիսուս Քրիստոսը կարող էր անել։ Այո, Նիկոլ Փաշինյանը մենք ինչ ենք անում, մտնում ենք եկեղեցի ինչ-որ բան ենք անում, չէ, մենք պետքա դե ես համաձայն եմ, որ մենք պետքա չանենք, իրանք պետք է ինչ այլանդակություն ասես անեն, էլ կուսակրոնության ուխտը խախտած պետք է վեհապար դառնան, այս աշխարհում ես չգիտեմ, ավել գիտեմ, բայց քանի որ ըստ էության մարդը պատասխանատու է իր ասած յուրաքանչյուր բառի համար, չեմ ուզում ավել ասեմ, բայց այնքան բան եմ տեսել, որ Այո, ես մեծ խնդիր եմ տենում, որովհետև ինքը պետքա իրենց կանոնակարգ իրեն կարող են փոխել, դա Աստվածաշունչը չի արգելում։ Ինչ ասում, Աստվածաշունչում գրած է, որ դու կարող փոխեք։ Ես Աստվածաշունչում չի գրված, որ պարտադիր է, որ հոգևոր առաջնորդը կուսակրոն լինի։ Գրված է մեկ կնոջ այր պետք է լինի։ Հա, հոգևորական է։ Հոգևորական է, այո, քահանաներ ունենք մեկին եւ նորմալ է։ Աստվածաշունչը չի արգելում, դա իրենց ներքին կանոնակարգով է հաստատում, իրենք կարող են դա փոխել։ Աստվածաշունչը գրած չի, որ կանոնակարգ պետք է լինի եւ այդ կանոնակարգում եւ զավակներ ունենա
Աստվածաշունչում գրած չի վեապար, գրած վեապար եթե կգտնեք ինչ-որ սպասավորների մասին է խոսքը։ Սպասավորը դա քահանան է, ով այո իրավունք ունի 1 հայր ունենալու։ Եպիսկոպոսների մասին է գրված։ Դուք երևի ուշադիր չեք կարդացել։ Մենք կուսակերոն ենք, դե թե չասին խափում են, սուտ էին խոսում։ Մեկ պատվիրան իրանք արդեն խախտել են, ինչ իմանանք լեն մնացածը չեն խախտել։ Մենք բազմամեղներս եթե մի երկու պատվիրան խախտենք, հələ կարանք մեղքեր թողություն տանք, բայց իրանք գիտակցաբար խախտում են, այսինքն ինչա դուրս գալիս, գիտակցաբար խախտում են։ Հոկտեմբերի 27-ին այդ ողբերգությունն Հայաստանի Հանրապետությունում ու իրանք ընտրվում են վեապար, ու այդ ժորտ ու դու դրան լուրջ եք վերաբերում, չգիտեմ։ Դե վա, այս ամեն ինչը այն ժամանակ ամեն ինչ համընկնում էր կամ համանգցնում էր։ Բայց ամեն դեպքում պարոն Գրիգորյան այս օրերին քննադատվում է, որ ոչ թե նպատակ այդ խնդիրներն են, որի մասին Փաշինյանը խոսում է, այլ հնազանդեցնել եկեղեցականներին, որովհետև իր բոլոր պայմանագրերը, որ նա կնքել է եւ առաջիկայում պետք է կնքի, միշտ քննադատության է արժանանում եկեղեցու կողմից եւ վախեր ունի, որ կարող է ժողովրդին համախմբել եկեղեցին եւ փորձում է այս կերպ ունենալ հոգեվորականներ, որոնք համաձայն են իր հետ, այդ թվում նաեւ կաթողիկոս։ Եկեղեցին Աստծունն է եւ խնդրում եմ մի նույնականացեք եկեղեցին մի սոաջուն ունեցող ինչ-որ մարդկանց հետ, ովքեր մի քանի պատվիրանել խախտել են արդեն ըստ էության։ Հնազանդ կաթողիկոս ունենալ։ Ես որևէ հնազանդ կաթողիկոս չեմ ուզում ունենալ, բայց ուզում եմ եկեղեցին առևտրի կենտրոն չլինի, ուզում եմ եկեղեցում կարողանանք հանգիստ մտնել առ Աստված մեր աղոթքը հայտնել, մեր բաժին նշխարքը վերցնել, խաչը համբուրել եւ պատարագի մասնակցել եւ դուրս գալ, ոչ թե այս մարդին կարելի է Ինչ է։ Ինչի գումար։ Դու մոմ գնել ես դրսից ու մտել ես եկեղեցի հանգիստ վառել ես, չէ կներեք, դու մոմ գնել ես դրսից ու մտել ես եկեղեցի հանգիստ վառել ես, դու հարսանիք ես կազմակերպել ու քահանան քեզնից գումար չի պահանջել, կամ կնունք ես արել քեզնից գումար չի պահանջել, կամ Աստված բոլորից տներից հեռու լինի։ Ես չեմ ուզում որոցե բան փոխեմ, ուզում եմ հոգեվորական մեր քրիստոնեությունը իրական հոգեվորականներով լինի, որպեսզի մենք էլ այս հազարավոր ու հարյուրավոր աղանդներ չգան մեջտեղ ու խանգարեն մեզ մեր քրիստոնեությունը, մեր կրոնը, մեր պաշտամունքը, մեր առ Աստված մեր աղոթները փոխեն մարդկանց ենթագիտակցությունը ու տանեն այլ ուղղությամբ։